Այն ադեն եղյա բոլոր ժողովրդին ըսավ, ինձի մոտեցեք։ Եվ բոլոր ժողովուրդը անոր մոտեցավ, եւ եղյան դերոջը փլած սեղանը, զոհասեղանը նորոգեց։ Դժվար թե այսօր ավարտեմ նյութս, ձավալուն է, փորձեմ քոնե նախապանը անենք այսօր, դերոջը զոհասեղանի կարևորությունը տեսնենք եւ կշարունակենք։ Ամեն անգամ երբ եկեղեցիներ գայցելեմ, երբ որ արիթը կլինի դարբեր եկեղեցիներ այցելել, լինի Հայաստանում, Միացյալ Նահանգներում, դարիներու ընթացքում Եվրոպա, որտեղ որ հայտնվել եմ, հավատացյալների խումբ մը կան, որ կմոտենան ինձ եւ իրենց մտքերում, սրդերում մտահոգող հարցը, որ կհարցնեն, կներկայացնեն, հետևյալն է։ Եղբայր գարոդեցինք հին օրերը։ Ամեն բան միաբախ դարձած է, եղբայր։ Գարձես սառնություն կդիրե մեր եկեղեցում։ Այն առաջվա գրակը որ գար, այլևս գարձես հանգած է։ Ինչ եղավ այդ գրակը, այդ արթնությունները։ Որտեղ այն ոգևորվածությունը Բաշտամունքի ընթացքում, երբ որ գերքեին բարձրացային ոգևորությամբ, նվակը եւ այլն։ Երբ դերոջը ծառայելու խանդավառություն մգար, բոլորս կուզեին ծառայել դիրոջը։ Ծառայության ուրախությունը եւ այդ գրակը որ գար մեր կյանքերում եւ եկեղեցինում, եղբայր ինչ եղավ։ Որն է պատճառը, որ այսպիսին է մեր եկեղեցիներում դիրող վիճակը։ Գարդես հայտնություն Հովաննու երկրորդ գլխի 4-րդ համարը, որ գսե ամեն բան լավ է, բայց քեզի թե մեկ բան ունիմ, առաջվան սերդ թողեցիր։ Ամեն բան կա, ծառայություն կա, պաշտամունք կա, հայդակրեր կան, ամեն ինչ կա, բայց այդ առաջվան սերդ, հին օրերու սերդ, սկզբնական սերդ, խանդավառությունը, այդ գրակը, այդ ոգևորվածությունը, այդ նվիրումը թողեցիր գնաց։ Վստահ եմ, որ այս առավոտ շատերս մի չիմա լսում ենք, մենք մեզի հարց ենք տալիս եւ մտափերում ենք այդ օրերը, այդ գրակ ու փոց օրերը եւ համեմատում ենք ներկա օրերի, ոչ միայն այստեղ Փեսեդինայի հայնը նազովրեցին, այլ ընդհանրական եկեղեցու մասին է խոսքը։ Եվ գսենք ուր է այդ գրակը, այդ գարոդել ենք այդ օրերին։ Գիտեք, իրականությունը նրանում է, որ ոչ թե որ Աստված փոխվեց, ոչ թե որ նրա զորությունը այլևս իզորու չէ մեր ներկա ժամանակներում գործել, ոչ թե իր հոգին դգարացած է կամ անզոր է միջամտել ներկա արդիական դարի եկեղեցիներում, երբեք։ Եթե այդ գրակը չկա եւ բացակայում է եկեղեցական
ոլորտում կամ անհատական ոլորտում, եկեղեցին անհատներից է։ Հիմա եթե չկա այդ գրագը, այդ խնդավառություն, այդ փոցը, հարցը ոչ թե երկնքից է, այլ հարցը, գիտեք ինչումն է, քո իմ դվյալ եկեղեցու կյանքում զոհասեղանը փլեր է, փլված է, զոհասեղանը քանդվել է, զոհասեղան քոյություն չունի այլևս։ Եվ եթե զոհասեղան չկա, բնականաբար զոհալ չկա։ Եղիան Գարմեղոս լերան վրա Փաղի մարգարաների ներկայությամբ առաջին գործը որ արեց դերոջը գսե փլած, գործանված, անդեսված, անարգված, ջախջախված սեղանը, դերոջը սեղան նորոգեց։ Ժամանակին գար այդ սեղանը, ժամանակին կործում էր այդ սեղանը, ժամանակին այդ սեղանի վրա զոհեր էին մատուցանում, ժամանակին այդ սեղանը բաշտամուն կար, ժամանակին այդ սեղանը Աստծո օրհնությունն էր, բայց փլեր էր, գործանվել էր, ջարդվել էր, զոհասեղան չկար։ Երբ որ զոհասեղան չկա, բնականաբար զոհել չի լինի, որտեղ կարողանաս զոհել այդ զոհասեղանի վրա եւ անոր անուշ փույրը Աստուծո ռնկունքներին բարձրանա եւ հաջի եւ օրհնի քեզ։ Աստված միշտ օրհնում էր, երբ որ նա զոհի զոհասեղանի վրա դեղատրված զոհի խորովածի հոտներ առնում եւ սկսում էր օրհնել։ Եվ որ պատմությունը կգանտանք, այն է գրեստենք, որ նախքան որ Աստված երկնքից գրագի իջեցներ, նախքան գրագի իջեցնելը Գարմեղոս սարեն վրա, Եղիան չաղոթեց, Եղիան չքարոզեց, Եղիան հեթանոս մարգարաներուն մարդահարավեր չուղեց, սա շատ կարևոր է։ Նախքան Աստուծո գրակ խնդրելը եւ իջնելը Եղիան ոչ մի հոգեվոր այսպես գործողություն չկատարեց, այլ ինչ արեց։ Զոհասեղանը փլած նորոգեց։ Որով եթե աղոթեր դեր Աստված, խնդրում եմ, երկինքեն գրագ իջեցուր եւ ամոթով թող այս հեթանոս մարգարաները եւ քու փառքը հայտնե, Աստված ուր պիտի իջեցներ գրագը։ Աստված իր գրագը իջեցնե միայն զոհասեղանի վրա, զոհի վրա։ Եվ եթե չկա զոհասեղան, եթե չկա զոհ, Աստծո ինչքան աղոթես, ինչքան քարոզես, ինչքան մարդահարավեր գարտաս, գրակ չի լինելու։ Երկնքից գրակ չի իջնելու։ Եվ Սարաքյալի խոսքը այստեղ կարող ենք մեջ բերել գսե Աստված պաշտության գերբարանքն ունին, բայց անոր զորությունը ուրացած է։ Չկա։ Դերոջը զոհասեղանը նորոգել է հետքեր, որ Աստված իր գրագ իջեցեց։ Եթե ուզում ենք սիրելներ, որ Աստուծո գրագը, այդ առաջվա գրագը, հոգևոր գրագը վայելես, զգաս քո կյանքում, քո ընտանիքի կյանքում, եկեղեցու կյանքում, փլած զոհասեղանը նորոգի։ Եթե չկա գրակ, նշանակում է, որ քո զոհասեղանը փլած է։ Դու չունես զոհասեղան, ես չունեմ զոհասեղան։
գրագ ես ուզում, գրագ եմ ուզում, պետք է վերանորոգեմ այն գոտրված հարաբերությունը իմ և Աստծո միջև։ Եվ մեր ու Աստծո միջև հաղորդություն, այդ կապ հաստատողը զոհասեղանն է, սիրելիներ։ Պիտի խորանանք իջի հետ։ Ինչ կնշանակե զոհասեղան, ինչ կնշանակե զոհ և այլն։ Մնացածը բոլոր փուչը։ Այս է պատճառը, որով զոհասեղանը, մանա Իսրայել ժողովրդի կյանքում, զոհասեղանը առաջնահերթություն էր, top priority։ Ամեն բանից առաջ իրենց համար առաջնահերթությունը զոհասեղանն էր։ Այս էր պատճառը, որը համար երբ որ Աստծո ժողովուրդը նոր երկիրը կնվաճեին, կամ Աստված իրենց նոր երկիրը կխոստանար, որ պիտի դա, ինչպես Աբրահամին, ինչպես Հեսվային, ինչպես Զորապապելը, և շատ պիտի տեսնենք, հիմա պիտի նշեմ հադիկ, իրենց առաջին քայլը, առաջին գործը, երբ որ նոր երկիր էին նվաճում, կամ երբ որ ետ վերադառնում են իրենց երկիրը, առաջին գործը, որ անում էին, զոհասեղանն էին կառուցում։ Նկատել եք։ Զոհասեղանն էին կառուցում, որև երբ որ թշնամիները հարձակվում էին Իսրայել ժողովրդի վրա, ինչ պատճառներով, առաջին հարձակումը զոհասեղանի վրա էր լինում, քանդում էին զոհասեղանը։ Կամ երբ որ Իսրայել ժողովուրդը ապստամբվում էր Աստծո առաջ եւ Աստված թշնամի էր ուղարկում նրանց բաճելու համար, առաջին գործը զոհասեղանը քանդել էր լինում։ Ես այլևս ձեր զոհը չեմ ընդունի։ Բայց երբ որ Աստված նորից պիտի օրհներ, պիտի վերականգներ, առաջին բանը որ կխնդրեր, զոհասեղանը կառուցեք։ Ամեն բանի առաջ։ Նախքան քո պաշտպանությունը, նախքան Երուսաղեմի բادرը, նախքան ամեն ինչից արքսե զոհասեղանը կառուցում էին։ Եվ ճիշտ այս գարեց Աբրահամը, Հեսուի, քիչ հետո պիտի տեսնենք դարբեր նմուշներում։ Որովհետև զոհասեղանի գառուցումը հոգևոր իմաստ ուներ իր մեջ։ Զոհասեղանի գառուցում կնշանակեր ապաշխարություն, վերանորոգություն, մեր Աստծո հետ կատարած ուխտի վերահաստատում, պաշտամունքի վերականգնում եւ Աստծո ներկայության հրավեր։ Ասի կնշանակե զոհասեղանը։ Repairing an altar is often a sign of repentance, renewed covenant, restored worship, and inviting God's presence into your life. Նոյը այս օրինակները մենք հիշադակենք, որ տեսնենք զոհասեղանի խիստ եւ այժմիական կարեւորությունը, յետ կպիտի մանրանանք զոհասեղանի խորհրդի մեջ։ Դերը գամի քալգիրագի։ Արդեն 10:42-ի հարուճան։ Բրծավ։ Որ ասում եմ քեզ, շուդարի։ Ուրեմն նոյը չրհեղեղից անմիջապես երբ որ չրհեղը ավարտվեց, դուրս եկավ դա, ի՞նչ է առաջին գործը։ Զոհասեղան կառուցեց։ Զոհասեղան կառուցեց։ Պաշտամունք Աստծո հետ, շնորհակալության խորհրդաբատկեր, Աստծո ներկայությունը, երախտագիր զոհասեղան կառուցեց։ Ծննդոց 8:20-ի մեջ Աբրահամ մի քանի զոհասեղաններ կառուցեց իր կյանքում։ Եվ այդ զոհասեղանները մատնանշում էին Աստուծո խոստումների իրականացումը, պաշտամունք եւ գադարյալ նվիրում առ Աստված։ Սա երկրորդն է, զոհասեղան կսարքես, յետ կգադարել, ապես կնվիրվես որպես գենթանի զոհ։ Դա հետո պիտի տեսնենք։ Բայց զոհասեղան պետք է լինի, որպես ես կարողանամ զոհը լինել։ Խաչ պետք է լիներ, որպեսի վրան զոհը տրվեր Հիսուս Քրիստոս։
Դեղը պետք է, վայրը պետք է, մի բան է հարգավոր, զոհասեղան է հարգավոր, որտեղ դրվի։ Ուրեմն Նոյը չրեղեղից հետ առաջին գործը զոհասեղան կառուցեց։ Աբրահամ զոհասեղաններ կառուցեց իր կյանքի ողջ ընթացքում, որը խորհրդաբատկեր էր պաշտամունքի, խոստումների եւ Աստծո նվիրման։ Իսահակը զոհասեղան պատրաստեց եւ երբ որ իր ուխտը վերանորոգեց Աստծո հետ, Ծնոտոց 26-ի մեջ կտեսնեմ, Հակոբը զոհասեղան կառուցեց, երբ որ նա ետ վերադարձավ առ Աստված, իր հին գուրքերը հետին թողեց եւ իր ուխտը վերանորոգեց Աստծո հետ։ Ինչ արեց? Զոհասեղան կառուցեց։ Հեսուն զոհասեղան կառուցեց, նամանավանդ երբ որ Երիքովի հաղթանակը Աստված իրեն տվեց, Երիքովի եւ Այի այդ երկու քաղաքները ամիջապես ետ Հեսուն զոհասեղան կառուցեց։ Գեթեհոնը զոհասեղան կառուցեց։ Սամվելը զոհասեղան կառուցեց։ Եղիան, ինչպես մեր նյութի մեջ զոհասեղան կառուցեց Աստծո գրագը իջնելու առաջ։ Դավիթը զոհասեղաններ կառուցեց։ Զորապապելը, հիշում եք Զորապապելը ով էր Հեսուի հետ, երբ որ քերութենեն վերադարձան, Քերութը 70 տարվա քերութենեն երբ որ վերադարձան Զորապապելը, ուրեմն Նեհեմիայի հետ, երբ որ եկան Երուսաղեմ, ուրեմն առաջին գործը որ Զորապապելը կատարեց Իսրայելի քերությունից հետ վերադառնալը զոհասեղանը կառուցեց։ Ետ կգսե Երուսաղեմի բարիսպների կառուցման անցավ։ Նախքան քեզ պաշտպանելը, քո պաշտպանության երաշխիքը հաստատելը պետք է քո հոգու ապահովությունը երաշխավորես։ Եվ երբ որ մենք նոր գդագարան կանցնենք, քերակույն զոհասեղանին եւ զոհին կհանդիպենք, Պողոս առաքյալ գսե քիչ հետ կգանտրատանանք Հռոմեացիս 12-րդ գլխում գսե գաղաչեմ ցեզի եղբայրներ, գենթանի զոհ Աստուծո նվիրվեցեք, գենթանի զոհ։ 5 դագարանի զոհերը, երբ որ զոհասեղանի վրա պետք է զոհը մորթվեր։ Նոր դագարանի զոհը, որ մենք ենք, Աստված կպատվիրե Պողոս առաքյալի, գսե գենթանի զոհ, մինչ ողջ ենք, մենք կնվիրվենք։ Այստեղ շատ խորհուրդ ճշմարտում կա, շատեր գսեն, օրինակ, հարստություն կամ ժառանգ մի բան ունեն, իրենց ողջ գենթանի եղած ժամանակ չեն նվիրաբերում դերոջը, կորձին կամ դերոջը նպատակների համար։ Ինչ են ասում, իմ մեռնելես ետք, իմ ունեցվածքս փոխանցեք Armenia Project-ին, մույսին, ինչ որ է, եկեղեցու կամ տարբեր նպատակներով։ Լավ է, բայց Աստուծո խնդրածը ինչ է, գիտեք, գենթանի զոհ, մինչ դու գենթանի ես, ողջ ես, գշնչես, քո գենթանության օրոք զոհողությունդ կդարե։ Իմ գենթանությանս օրոք ոչ միայն նյութականի սիրելներ, իմ կյանքիս հետ կապված, իմ նվիրումս, իմ ժամանակ, ամեն ինչ, մինչ առողջ ես, մինչ դեռևս տեսնում ես, լսում ես, միտքը դրամապանում եմ, կարողանում ես քայլել, վազել, դալ, աշխատում ես, այդ գենթանության օրոք ես պիտի դամ, մեռնելես ետ Աստծո խոսքի մեջ չկա նման բան, որ ընդունելի կարող է լինել այդ բոլորը։ Ոնոման գսե գենթանի զոհ։ Գիտես ինչու։ Որև Աստված ուզում է, որ դու վայելես քո գենթանության օրոք, այնինչ որ դվիր, այդ բդուղները, որ առաջ եկան, Աստված ուզում է, որ դու տեսնես քո ցերքի բդուղը, քո դվածի բդուղը, քո զոհողության բդուղը, քո ջանաբարոտությունները կատարեցիր, քիրքեր, ինչ որ ծառայեցիր, Աստված ուզում է, որ դու ես տեսնեմ, վայելեմ իմ զոհողությանս բդուղը։ Բայց հետ մահու քո զոհությունը դու երբ չես իմանալու ինչ է լինում, չես կարող վայելել։ Զոհասեղանը ջարդված էր։ Ոնց գսե Եղիան առաջին գործը Գարմեղոս լերան վրա, երբ որ այդ դեպքը գա 3-րդ թագավորս 18-րդ գլխում, գսե զոհասեղանը նորոգեց, կառուցեց։ Ինչու, որովհետև գոդրված
զոհասեղան, ջարդված զոհասեղանը առաջին, ցույց է տալիս անհատի, ժողովրդի կամ եկեղեցու Աստուծո հետ ունեցած հաղորդակցության գործանումը, խզումը։ Դու այս Աստծո հետ հաղորդակցություն չունես, որը զոհասեղան չունես։ Պաշտամունքի կյանք չունես, որտեղ զոհասեղան չունես։ Ուրեմն ինչու համար Եղիան իր առաջին գործը դարը, ով ասած նախ մենք պետք է շիրակ դիրքում լինենք քո հետ, որբեսի քեզնից ընդունենք երկնային գրագատ, այսինքն ներգայությունդ, օրհնությունդ, վավերացումդ։ Գոդրված, խզված հաղորդակցությունը պետք է վերականգնենք առաջ։ Ու այսօր համար Եղիայի առաջին գործը եղավ սեղանի վերակառուցումը։ Հիմա զոհասեղանը բարձրապես քարերի, ֆիզիկ քարերի գույտը չէր։ Այո, քարերով էր կառուցվում։ Բայց զոհասեղան, երբ որ գսենք, պետք չի հասկանանք բարձրապես լոկ քարերի գույտը։ Այդ զոհասեղանը ցույց էր տալիս, մատնանշում էր Իսրայել ժողովրդի հոգևոր վիճակը։ Քո եւ իմ հոգևոր վիճակի մատնանշումը, ցուցիչը քո եւ իմ կյանքում անհատական կամ եկեղեցական գոյություն ունեցող զոհասեղանի վիճակն է։ Չունես զոհասեղան, չունես հոգևոր վիճակ, եւ բնականաբար չունես Աստուծո հետ հաղորդակցություն։ Ուրեմն երբ որ Եղիան եկավ եւ այդ զոհասեղանը սկսեց կառուցել, նա վստահ եմ որ ողբում էր տեսնելով Իսրայել ժողովրդի հոգևոր վիճակի գդրուկ անգումը։ Դրանք Աստծո հետ կապ չունեն, որովհետեւ զոհասեղանը մի վայր էր, սուրբ վայրն էր պաշտամունքի, աղոթքի, զոհողության եւ Աստուծո հետ հաղորդակցության։ Այդ զոհասեղանը պաշտամունք, աղոթք, նվիրում, զոհողություն եւ հաղորդակցություն։ Եվ երբ որ չգա զոհասեղան, երբ որ քո կյանքում չգա պաշտամունքի կյանք, երբ որ քո կյանքում չգա անհատական աղոթքի կյանք, երբ որ քո կյանքում, իմ կյանքում, եկեղեցու կյանքում չգա զոհողություն, երբ որ քո կյանքում անհատական կյանքում չունես Աստուծո հետ հաղորդակցություն, նշանակում է որ քո հոգևոր կյանքի զոհասեղանը փլած է։ Բլա 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 շատ կա խոսք։ Կյանք չի գա։ Հիմա քեզի հարց տուր, ինձ հարցում, դու ունես ամենօրյա աղոթքի բահ։ Գիտեք, աղոթել, Աստվածաշունչ կարդալ, Աստծո հետ մենիկ բան, ասում բարդատրություն, օրենք կանոն չեն ասենք։ Ասում կանոն չի որ Աստված ասում է, երբ որ գաբաշխարես, պիտի աղոթես, պիտի կարդաս, պիտի հաղորդակցես, պիտի նո, երբեք։ Այս բոլորը պետք է փխի սիրուց, ուզում եմ, առանց աղոթքի ես չեմ կարող ապրել, սա պետք է լինի վիճակը, առանց դալու ես չեմ կարող առաջ գնալ, ոչ թե միայն նյութականի, խնդրում եմ լավ հասկացեք, որ շատեր սխալ են մեկնում, փող, նո! Ժամանակիդ նվիրումը, կյանքիդ նվիրումը, բարգևներիդ նվիրումը, ցիրքերիդ նվիրումը, առողջությանդ նվիրումը, դաղանտներիդ նվիրումը, բարգևներիդ նվիրումը, եթե ունես նյութական Աստվածորդներ, եթե դա չդաս մի դար, Աստված պետք չունի քո եւ իմ տրամին, պետք չունի։ Երկինքներն ու երկիրը նրանն է։ Նա եթե բանջում է նյութականը, դա ոչ թե բանջք է, այլ օրհնություն է քեզի։ Հիմա, եթե չգա աղոթքի կյանք քո կյանքում, եթե չունես ամենօրյա Աստծո խոսքը ընթերցելու ժամանակ, եթե դու չունես պաշտամունքի ժամանակ, հավաքական, այսինքն, եթե այս բոլորը աղոթք, պաշտամունք, Աստծո խոսք, եթե այս բոլորը երկրորդական են,
Եթե ժամանակ ունենամ գահաջախեմ, եթե գլխից մազերը չցավին գայցելեմ, եթե զոհասեղանը փշր-փշր եղել է, փլվել է, պետք է կառուցես, պետք է կառուցեմ։ Շատեր հավատում են Աստծուն եւ թավանում են ասելով հայր հավատում եմ քեզ կամ թավանանքի ժամանակ ասում են ասելով ես կհավատամ Աստծո նորեն շեշտում եմ ես մեկը հավատալ Աստծուն չի նշանակում որ քո կյանքում զոհասեղանը կառուցված է հավատքի կյանք ապրելով է որ զոհասեղանը կառուցվում է Շատեր ասում են, հավատում ենք եւ այլն, բայց չկա զոհասեղան իրենց կյանքում։ Աղոթքը անդեսված է։ Պաշտամունքը, գիտեք ինչ եղել է շատերի մոտ։ Խոսքս ցեզ համար չէ, որովհետեւ խոսքս քո համար չէ, խնդրում եմ ինձ չի եղանաս, քո գողքի նստողի համար է։ Կամ քո յետևը նստողի համար, քո համար չէ, որ գիտեմ որ դու շատ ես սիրում պաշտամունք եւ գալիս ես նպատակասրապ, քո համար չէ, խնդրում եմ չնեղալ, քո յետևը նստողին, քո գողքի նստողին եմ, ուրեմն պաշտամունքի երբ որ գալիս ես, ինչի համար ես գալիս։ Իրոք հարց է սա։ Արավոտելար զարտնեցար, հակնվեցինք, նախաճաշարինք, արագ-արագ երեխեք տավայ, շուտ-շուտ ամուսինս, եկեղեցի պիտի ասենք, ուշացանք, ինչու ուշացանք, պարկինգը դեռ չեն, եկանք եկեղեցի, ինչու համար եկա ես եկեղեցի, Փեսեդինայի այն ազովրեցի, այս դերոջը դուն ինչու համար ես եկա այսօրոս, ինչու։ Բարձրապես ի սովորութեն է, որովհետև անդամ եմ, որովհետև 27 տարի հաջախում եմ, որովհետև արդեն մթնոլորտը ծանոթ է, որովհետև պատճառը դիր գալիս եմ։ Եթե այս է պատճառը զոհասեղանը քանդվել է։ Ասում պատճառ չեն դերոջը դունը կալ պաշտամունքի, դերոջը դունը գալիս եմ նրան պաշտելու։ Դերոջը դունը գալիս եմ զինք խնդրելու, իր ներկայությունը վայելելու։ Ադորամար ես կուքամ դերոջը դունը։ Մնացածը երկրորդական են, որոշակի բարդականություն են, քրիստոնեական դիսցիպլին, գարկաբաություն են, լավ են, չենք անդեսում, նո, առաջնահերթություն, ամբան ուզում ենք իր դեղը դնել։ Աղոթքի կյանք ունիմ, պաշտամունքը լոկ սովորություն է, թե ոչ փախցանք, փափակ, Եթե չգնամ պաշտամունքի իմ օրս շաբաթը վերջացավ։ Աստվածաշունչ կարդալը ինձ համար ծարավ է, ցանկություն է, փափակ է, ճաշակ եմ, գարոտ է, թե ոչ։ Ժամանակ առ ժամանակ կգարդամ։ Գիտեք, Իսրայելի ժողովրդի խնդիրը, որ զոհասեղանը քանդվել էր եւ հիմա պետք է վերականգներ, Իսրայել ժողովրդի խնդիրը ոչ թե գրոնական էր, այսինքն գրոնքի ավանդությունների եւ սովորությունների բացակայությունը կար Իսրայել ժողովրդի, դա չէր։ Նրանք լավ էլ գրոնական էին, լավ էլ գրոնասեր էին, լավ էլ գրոնքի բոլոր ավանդությունները բահող էին եւ շատ զայրահեղ։ Ուրեմն Իսրայել ժողովրդի խնդիրը ոչ թե գրոնական արարողությունների բացակայությունն էր, այլ Իսրայել ժողովրդի խնդիրը նվիրումի խնդիրն էր, devotion to God։ Դա շատ խորն է, նվիրում առ Աստված։ Աստված ոչ թե գործողություններին էր նայում, այլ նա փնտրում էր վերականգնված սրտեր, նվիրված սրտեր։
Դեպապար նախքան Աստծուց հրաշք, օրհնություն եւ գրակ խնդրելը բոլորս ալաղոթում ենք, ով դեր Հիսուս օրհն է ինձի, ով դեր առաջնորդ է ինձի, ով դեր ասիգադուր, կես սուպերմարկետ է երկինքը մեծ, մեգա մոլ, գմտնենք դեր ասիգուզեմ, անիգուզեմ, տվող չկա, զողողություն, նախքան Աստծուց մեկ գրակ օրհնություն իր ներկայության փառքը խնդրելը զոհասեղանս պետք է կառուցեմ։ Զոհասեղանս փլած պետք է կառուցեմ։ Եվ ինչ է զոհասեղանի միտքը, աղոթքի վայր, պաշտամունքի վայր, հաղորդակցության վայր եւ զոհողության վայրն է։ Զոհ ունիմ, զոհասեղան չկա։ Աղոթք ունիմ, աղոթքի ժամանակ չեմ դար, խնդրվածներ դան, խնդիրներ կան կյանքից մեջ, չեմ աղոթեր։ Հոգիս ծարավ է Աստծո գսեմ, բայց չեմ գարտար։ Մենակ կսկամ, բայց չեմ հաղորդակցվիր։ Ուրեմն Եղիան շատ լավ հասկացավ, զոհասեղանը կառուցեց նախքան որևէ այլ հոգևոր գործողություն կատարելը։ Եվ դերը գամի քալ գիրագի շարունակենք ավելի մանրանալով այս հրաշալի ճշմարտության մեջ։ Գիտեք սիրելիներ, նման դեպքեր եւ նյութերն են, որ հավատում եմ խորաբես մեր հոգևոր կյանքը կառուցելու են։ Եվ սիրուց փխած եմ այս բոլորը փոխանցում։ Նախ Աստծուց խնդրելով, որ այս բոլորը իմ անհատական կյանքում իրականություն դառնան եւ գնալով ավելի հասունանան։ Ետքը քո անհատական կյանքում։ Եվ երբ որ արդեն մեր անհատական կյանքերը եւ մեր կյանքերում զոհասեղանը կառուցվեց, ինքնաբերաբար եկեղեցու կյանքը արդեն առաջ է գնալու։ Դեր շնորհքրե։ Ցույց տուր ինձ իմ զոհասեղանը, շատեր կան, որ զոհասեղանը մի ոտն է ջարդված, շատերին երկու ոտն է ջարդված, շատերին բոլորը ամբողջությամբ ջարդված է, գառուցենք, զոհասեղանը ամբողջական դեսքի բերենք։ Եվ ամբողջական դեսքի բերելը կնշանակի աղոթքի կյանքս, Աստծո խոսքի հանդեպ իմ կյանքս, պաշտամունքի կյանքս, հաղորդակցության եւ նվիրումից կյանքը մեծ զննեմ քննեմ, զոհասեղանը ասիկա եւ յետք արդեն առաջ գնան, դեր օգնականը լա յուրաքանչյուրիս իր փառքի համար, որուն արժանի է եւ մեր հոգեվոր կյանքի գառույցին համար։ Ամեն։